Պարոն Արտվիկ Մինասյան, իհարկե նա այստեղ չի, բայց վստահ եմ, որ լսում է եւ հետեւաբար խոսքս կուղեմ իրեն։ Պարոն Մինասյան, երեք նեղ սրտում էիք, որ մենք չենք հորդորում Արման Բաբաջանյանին, որպեսզի ներողություն խնդրի Դաշնակցություն կուսակցությունից այն բանի համար, որ անվանել է Դաշնակցություն կուսակցությանը տերորիստ։ Սա ինձ գիտեք ինչ հիշեցրեց։ Հիշեցրեց, որ բոլորովին վերջերս մեր երկրում կանխվեց ահաբեկչական ակտ։ Եվ ձեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ այնտեղ ներգրավված էին։ Եվ ընդհանուր առմամբ կուսակցությունն էլ կարծում եմ համախոհեր այդ ամենի հետ, ինչ որ պիտի երկրում տեղի ունենար, այսինքն իշխանության վերնախավի գլխատում, ենթակառուցվածքների վրա հարձակումներ, նաև վտանգ, այսպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ես հիշեցի, որ երևի ամենակիչը 100 անգամ ազգային ժողովի դահլիճում գրեթե բոլոր падգամավորները ձեզ առաջարկել են դատապարտել ահաբեկչությունը եւ դուք դա չեք արել։ Դուք դա իրոք չեք արել։ Երեք ինձ մեղմ ասած դուր չեկավ Մարիա Կարապետյանի հարցին ձեր արձագանքը։ Դուք ում եք հիմարի տեղ դրել։ Ձեզ թվում է մենք ձեր ենթատեքստերը չենք հասկանում։ Ինչ էր դա նշանակում։ Հայաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու նկատմամբ այո նման արտահայտությունները անթույլատրելի են, բայց շեշտեցիք թշնամասիրությունը եւ նաեւ ասացիք ցեղասպանություն ժողովրդի նկատմամբ գործած մարդկանց գլուխը այո պետք է կտրել։ Իհարկե ասել եք դուք սա։ Դուք այդ ում նկատի ունեիք։ Լավ, ենթադրենք ենթատեքստ չկար, ջնջենք այդ ենթատեքստերը, չնայած շանս եմ տալիս, որպեսզի գաք եւ այստեղից ասեք, որ ես ձեզ սխալ եմ հասկացել եւ դուք նկատի չունեիք որևէ ձեր հայրենակցի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ջնջում ենք ենթատեքստերը, ուղիղ ձեր խոսքին ենք գնում։ Այդ դեպքում ձեր խմբակցությունում հակասություններ չկան, որովհետեւ ձեր քաղաքական առաջնորդը բոլորովին վերջերս եւ ընդհանրապես պարբերաբար ասել է, որ ցիտում եմ երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ եղել։ Ձեր խմբակցությունում այդքան ամեն ինչ հարց է, թե սա ուղղակի քաղաքական երկերեսանիություն է։ Խնդրում եմ այս հարցերին էլ պատասխանեք ձեր եզրափակիչի ելույթում։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետև կա այս դահլիճում ինչ որ մեկը, ով Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում ունի այնքան ներդրում եւ վաստակ, որքան Հակոբ Մովսեսը։ Ու մենք այստեղ մեզ դրել ենք դատավորի տեղ, դատում ենք, մի մասը դատախազ է, մյուս մասը դատապաշտպան է։ Ես իրոք ամոթից գետինն եմ մտնում, եւ այս հնարավորությունը մենք պիտի այստեղ չունենայինք, չնայած մյուս կողմից էլ հերթական անգամ լայն հասարակության համար մտավորական է ներկայանում, եւ թող լսեն նրա խոսքը եւ շատ բաներ փորձեն սովորել նաեւ։ Ես չեմ սիրում ձեր սառը արդարությունը, ձեր դատավորների հայացքում նարկող հարցի հետ, պարոն Ավետիսյան, որովհետև այդ հարցի հետ կապված ես իմ կարծիքը ասացի։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը, ափսոս այստեղ չեն, ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած, ներողություն, Տիկին Գրիգորյանն այստեղ է, նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ, մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր, երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան, ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին,
Դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ։ Դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, հա քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով «Պրիվետ Ռոբ», գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչեր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է։ Եվ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց եւ հարց չեք տալիս։ Ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ։ Պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու։ Բայց թույլ չի տալիս։ Եվ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բաներ, ում հետ եք։ Բա այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ։ Այդ ժամանակ ում հետ էիք դուք։ Թե ձեզ ողջունել չի կարելի։ Իմանանք ուղղակի։ Ես ուզում եմ հասկանալ, էլի ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում։ Ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չեն հենց։ Կարող է քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց արեք, ժողովուրդ։ Կօգնենք։ Ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետև այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել։ Ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել։ Եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, հա, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի։ Բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան։ Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ։ Երբ Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Մայրիկը այնտեղ նստած էր, այդ ուր էիք։ Թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք։ Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնվածներին, որովհետև սրանք բաներ են, որոնք մեր երիտասարդները գուցե տեղյակ չեն։ Գուցե այս պահին իրանք TikTok-ում, որտեղ դուք սիրում եք այնտեղ լինել, հայտնվում են ինչ որ բաներով, թեզեր են հայտնվում, տենց կիսատ